Մի քիչ առաջ կգաք մի րոպե ինչպես նախկինում են հայտարարել, Օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ-որ վախեր, որ ունեմ քրեական գործունեություն, բնականաբար այսօր ընդդիմադիր համայնքապետ որոշակի խախտումներ թե ոչ իշխանությունը վերցնի թե կանելու նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերով չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում եմ հայտարարել, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք համագործակցենք եւ եթե դեպենք այն ուժերի հետ, ովքեր հանդիպում Պարոն Խաչատրյան արդեն վերալահազանգեր ստացել են թե ոչ Ճիշտ ասած, շտաբը աշխատում է, այս պահին տեղեկություն չունեմ, քիչ հետո քվեարկությունից հետո կիմանամ ստացել են թե չէ, բայց համացանցում բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ կան, բաց քվեարկություններ, կուտակումներ, ուղղորդումներ, մի քանի մետրից ցուցակներ նախընտրական շտաբն է, սա խախտում է թե ոչ, որ դրատեղամասինքից պաստառներ են հենց դրատեղամասերի մոտ։ Եթե 50 մետրից ավել ընտրական օրենքով տեղամասային կենտրոնից 50 մետր շարավերը չի պավել, բնականաբար դա խախտում է։ Ինչ ձևաչափով եք պատկերացնում կոալիցիոն իշխանություն կազմելու, թե առավելագույն ձայներ հավաքած տեխնատուին ձայներ ապահովելու Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժով մեր թիմից հաղթանակ դաշնակից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ Որտեղ արություն մկրտչան է լինի դա։ Չէ, խոսքը վերաբերում է ընդդիմադիրների մասին։ Հայկոնի մասին չէ։ Ինքը շատ ուժեղ ընդդիմադիր է, երեք էլ հա, պատկերացրեք ԿՊ-ն այնքան շատ է ցանկանում այդ Գյումրի 2 լինքը իրականացնել, որ հմեկում բանավեճ էին կազմակերպել ԿՊ-ի եւ հանրապետություն Էջմիածին երկու հոգու հետ տարել էին, նա ոնց որ աշակերտ էր ԿՊ-ի թեկնածուն, նա դասատուն, տարել էին, որպեսզի ԿՊ-ի թեկնածուն ջղային հանրապետություն դասական տեխնատուր ջղային դեմքով ինչ-որ բաներ ասի, փորձի ռեյտինգ հավաքի, նույնիսկ ԿՊ-ի հաշվին, որովհետև իրենք հասկանում են, որ են պարտություն են ունենալու, այդ Գյումրի 2 որ ասում են, իրենք են ձգտում Գյումրի 2։ Պարոն Խաչատրյան, ըստ քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցի դուք արդեն քվեարկել եք, ավելին քվեարկել եք բացարձակ ունայնության մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ եք գալիս քվեարկության։ Կներեք, որ լրատվամիջոցն է։ Իդիկը դելա որ դուք ունայնության մեջ եք քվեարկել։ Անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք, ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես, մի պա նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել են մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ 2 ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան, որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին։ Հարցների արդյունքները էին տեղադրել ուղղակորը, որ բացարձակ մեծամասնություն կազմելու եք ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթում ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չէ, արդեն իսկ ախորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք այլ լրիվ այլ։ Իսկ ձեր ակնկալիքներն ինչպիսին են։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ԿՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին Իսկ հետևում եք ակտիվություն կա քաղաքացիները նախորդ ընտրությունների վրա ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր ստաված անձերից նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ Իսկ Մեթակյանին ընտրելու հարցում ավելի շատ իրենք կընտրեն թե ԿՊ-ին տպավորությունը որ փորձում է տարանջատվել Էջմիածինցիները փորձեն ավելի շատ լայն տալ ասել թե մեկ տղան ալավ Էջմիածինցիները չկապ Խոչարացած համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասել, որ սա ԿՊ-ի կապ չունի, սա մեր քաղաքի արդյունքն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Ձայն կհավաքեք, ռեյտինգ ունեք։ Կարծում ձայն կհավաքենք քվեարկության հարցը։ Պարոն Խաչատրյան, Խաչատրյան ամփոփ
հանրավայրում մենք տեսանք, որ ՔՊ-ի հավաքին մասնակցում էին Թալի մեջ ջրկած մարշի, մասնակցում էին Էնկերտ ստատույով դպիրը, Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկա։ Ինչ է կարծում, պատճառը ո՞րն է, չէր ուզում Մեսրոպյանը, որ ասոցացվեր Փաշինյանը։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից հետո հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներն էին, ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքի վաղաշաբաթի չկա, միայն Հովանավանքի fake պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու fake պատարակ, այդ fake դպիրների ատամնաբուժերի մասնակցության երևի դրա համար չի մասնակցել։ Խաչատրյան Լևոն Քոչարյանը ձեզ մեքենա է նվիրել։ Ոչ, չի նվիրել։ Սկզբից ասում էին, չէ, սկզբից ասում էին 50 միլիոն դրամ են տվել, հետո ասեցին Lexus մեքենա են նվիրել, այն դեպքում երբ որ Lexus մեքենա ունեմ, առել եմ տարուկես առաջ, ամբողջ ճշտաբանությունը կա, կարող հետո ասեցին, որ S-կլասի Mercedes, ինձ թվում է այսօր եթե քվեարկության արդյունքները մեր կողմից լինի հաղթանակ դաշինքը, հաղթի չէ, կարող ասենք Bentley լինի կամ Rolls-Royce։ Իսկ այդ Lexus-ը երբ սալոնից եք առել։ Երևի Toyota-ից Պարոն Խաչատրյան, Եթե այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ ԿՊ-ի տեխնացու ինչի շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում են եթե արդար եւ ազնիվ է եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր թիմի անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշաբաթիները, տեսել են բոլոր քաղաքական։ բայց այնուամենայնիվ ինչպես անարդարացի է լինելու։ Անարդարացի արդեն անարդարացի են ամբողջ կարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը, բռնաճնշում, վարչական ռեսուրսի կիրառում հանրահավաքի ժամանակ բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք ընկերոջ քեն ունեն դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իրա փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակար Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Այսինքն կարծում եք, որ վարչական թիվ 1 դպրոցի տնօրենի Բաշտոն։ Հրամանով ազատել են։ վարչական ռեսուրսը կիրառվել։ հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Նշանակի, որ նախ վաղան շաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է։ Այսպիսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը, այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթադեմ են տալիս, որ կաթողիկոսին այդ հանգեցանելու պրոցեսը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի մայրաթորի վրա, իրենց այն ճղճին փոքր-փոքր ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաև 26 թվականին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձել։ Ի սկզբանե ասել են, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագրի հասարակությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան, Հարություն Մկրտչյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինի, ընտրվի քաղաքապետ, թույլտվություն է տալու, որպեսզի մայրաթորի դեմ այդ արդեն հայտարարված հավաքը տեղի ունենա։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, այդ թույլտվություն կտա քաղաքապետարանը, որպեսզի Հարություն Մկրտչյանը ուրիշ բան է սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքների վերաբերող, ազգային արժեքների վերաբերող լավ բան ասի։ Ես բնականաբար, եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տա։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևոր։